Բարի երեկո սիրելի հետևորդներ, հույսով եմ լավ եք։ Ընտրություններից հետո բավականին ժամանակ է չեմ խոսել եւ ինչպես խոստացել էի, կտրիչի եւ KGB գործակալ Կարոյի, այսինքն Եզրասի թեման ինձ համար փակված չէ եւ չի փակվելու մինչեւ այն պահը, երբ այդ երկու սրիկաները բազմած են հայ առաքելական եկեղեցու ուրեմն գահին եւ փորձում են ներսից խժռել եկեղեցին։ Հիմա անդրադառնամ ընտրությունների հետ կապված այն 30 քահանաներին, ովքեր KGB գործակալ ուրեմն Եզրասի հրահանգով արդեն երրորդ շաբաթն է փակել են իրենց եկեղեցիները եւ եկել են ուշադրություն հայրենիք փրկելու։ Ինձ տեղեկացրեցին, որ արդեն 3 շաբաթ է Ռուսաստանի Դաշնությունում, ինքներդ գիտեք պատերազմական իրավիճակ է, քահանա չեն գտնում մարդիկ, որ թաղում կազմակերպեն։ Չկա, քահանաները Հայաստանում են, եկել են Եզրասի համար հայրենիք փրկեն, թե ումից են փրկում հայրենիքը, ինչի համար են փրկում, Աստծուն է հայտնի մենակ։ Մարդիկ թաղում են կազմակերպում առանց քահանայի կնունքի, թաղում են կազմակերպում առանց քահանայի ներկայության։ Եվ սա հոգացել է KGB գործակալ Եզրասը քահանաներին հավաքել 30 քահանա ուղարկել է Հայաստանի Հանրապետություն։ Ուղիղ 3 շաբաթ կոնկրետ ծիսակատարությունը Ռուսաստանի Դաշնության եկեղեցիներում լռեցված է։ Պատերազմող երկրում հայ համայնքը չի ստանում հոգևոր հաղորդություն։ Պատկերացնում եք։ Եզրասը որոշել է, որ քահանաները պետք է գան հայրենիք փրկեն։ Փրկեցիր հայրենիքը, շատ լավ։ Փաստացի լծվել է հայրենիքը փրկելու գործին, բայց փաստացի տուժում է հայ հասարակությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Հաջորդը կտրիչը վայնասուն ա դրել, թե բա 30 հայ քահանաներին տանում են պաշտպանության նախարարություն մասնակցելու հավաքներին։ Կտրիչ այ շատ լավ։ Այդ դարյումի ասա, ախր դաստիարակությունս թույլ չի տալիս, որ քո իրական դեմքի մասին ես քեզ պատմեմ։ Այդ որ 3 շաբաթ եկեղեցին փակել ես, քահանաներին բերել ես Հայաստան KGB գործակալ Կարո աղբորդ հետ։ Այդ ժամանակ բողոք չկար, որ եկեղեցիները փակա, բայց որ քահանաները գնան իրենց հայրենիքին իրենց պարտքը մատուցեն, այդ քո համար խնդիր է եկեղեցիները փակա, այ բառեր չեմ գտնում քեզ որակելու։ Եթե դուք հայրենիքի փրկության համար, ընտրություն կեղծելու համար պատրաստ եք 3 շաբաթ փակ պահել, ուրեմն եկեղեցիները Ռուսաստանի Դաշնությունում, ուրեմն թող մի ամիս էլ փակ մնա, գնան սահման իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ, նոր կմտածենք, կվերադառնան Ռուսաստան թե ոչ։ Կտրիչ հաջորդը ցանկանում եմ ասել հետևյալը, Տեր հայրեր, ես ձեզանից ոմանց ճանաչում եմ, խոսքս վերաբերվում է այդ 30 քահանաներին, ես ձեզանից ոմանց ճանաչում եմ, եւ ես վստահ եմ, որ ձեզ ստիպողաբար են ուղարկել Հայաստանի Հանրապետություն եւ դուք ավելի շուտ ցանկանում եք մնալ եւ ձեր հոգեվոր պարտքը կատարել ձեր կոնկրետ ուրեմն համայնքի առաջ, եւ ես վստահ եմ, որ դուք չեք նեղվի գնաք ՊՆ-ում ծառայեք, ձեր պարտքը կատարեք հայրենիքի հանդեպ նոր վերադառնաք Ռուսաստանի Դաշնություն, ընդհանրապես գիտեմ, որ չեք նեղվի, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ցանկանում եմ ասել ձեզանից յուրաքանչյուրին, որ եւ
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կենացներով հայրենիք չեմ փրկում եւ խորաններից անպագորգոր չեն խոսում։ Հիմա ուզում եմ սիրելի քահանաներ ձեզ եւս մեկ հարց տալ։ Բայց ընտրությունների ժամանակ, որ Եզրասը ձեզ ուղարկել էր Հայաստան հայրենիք փրկելու, Եզրասն ինքը ինչի՞ չէր եկել։ Ուրգար շոքերն ընկելա։ Հովհարը Եվայի ձեռը հարմար լրված իրանց հովհարում էին ու մտածում. ինչ անենք, հայրենիքը ոնց փրկենք։ Ու այսօր KGB գործակալ Կարոնու կտրիչը ոչ թե նեղվել եմ, որ Ռուսաստանում եկեղեցիները փակա, որովհետև դուք գնալու եք ՊՆ ծառայության, այլ նեղվել եմ, որ իրանց ջեբի փող են նա պակասելու, եկեղեցիները փակեն։ Իրանք երբեք չեն մտածել ոչ ձեր մասին, ոչ էլ ձեր տված հոգևորի մասին, որ տալիս եք այդ ժողովրդին, Ռուսաստանի հայերին։ Հասկանում եք։ Կտրիչ եւ Եզրաս Ներսիսյաններ, KGB ագենտ, Կարո եւ Կտրիչ։ Այսօրվանից սկսած պատրաստվեք, աթոռները քաշեք, հարմար նստեք, հետևներիդ յուղաթուղթ արեք, որովհետև այս վարքյանից սկսած ձեր դատավճիռը սկսվելու է։ Այն ինչի մասին մինչև այսօր գրել եմ, ամբողջ փաստերը դառնալու է հանրային։ Ու դրանից հետո կհասկանանք ով է ումից հայրենիք փրկում։ Եվ ամենավերջում ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել 730,000 եւ ավել հայի, ովքեր ձայնը տվեցին իրականում խաղաղությանը եւ ձայն տվեցին արդարությանը։ Ես ձեր առջև խոնարհվում եմ։ Ես ձեզ անսահման սիրում եմ եւ ես միայն այդ ժամանակ հասկացա, որ իմ կատարած այսքան աշխատանքը զուր չի եղել։ Եվ քանի որ ընտրություններից հետո սա իմ առաջին ուրեմն վիդեո տարբերակով հաղորդումն է, ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ եւ շնորհավորել մեծարգո պարոն վարչապետին կրկին ընտրվելու կապակցությամբ։ Պարոն վարչապետ, ես ձեզ եւ ձեր թիմին ցանկանում եմ շատ լավ աշխատանքային տարի եւ թող Աստծո աչքը ձեր գլխից անպակաս լինի։ Այս ժամի համար այսքանը, սիրելի հետևորդներ։